Մերձավոր արևելքի մասին այսօր կխոսենք, մեր հյուրն է միջազգային ագետ Կարեն Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Սկսենք քննարկումը Սիրիայի նախագահից, որը ահաբեկչից մինչև երկրի նախագահ կարողացավ հասնել, ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ ունեցավ, վերջերս ելույթ ունեցավ եւ հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներում, որտեղ նրան որպես ուժեղ եւ շատ կարևոր ղեկավար ներկայացվեց։ Ինչպես է ներկա աշխարհաքաղաքական փոփոխություններում դիրքավորվում Միացյալ Նահանգները, մեծ տերությունները եւ նման երկրներ, որտեղ այդքան էլ խնդիրներ են եղել կառավարող ղեկավարների, որոնք ծայրահեղական են եղել կամ չեն ունեցել լեգիտիմություն։ Հարցը պետք է դիտարկել երկու մակարդակում, իհարկե էմոցիոնալ մակարդակում մարդկանց համար այս տեղեկությունները, որոնք որ կարդում են, շոկային են, բայց որպեսզի գանք ռացիոնալության դաշտ, մենք պետք է մի քանի բան հստակ հասկանանք։ Առաջինը, այդ մարդը գնացել էր Միացյալ Նահանգներ ոչ թե որպես ահաբեկիչ կամ որպես սովորական քաղաքացի, այլ ինքը գնացել է որպես Սիրիայի ղեկավար։ Հետևաբար սա շատ կարևոր է անցալելու համար, որովհետև ինքը անկախ ամեն ինչից պետք է նկատի ունեմ Միացյալ Նահանգները, պետք է առաջնորդվեր Միացյալ Նահանգների շահերով։ Հիմա Սիրիայում ղեկավարում է մի մարդ, ում վերջին շրջանի քայլերը թույլատրել են Իրանի եւ Ռուսաստանի դիրքերը։ Հետևաբար, այստեղ նաև հարցի պատասխանն է, Միացյալ Նահանգներն առաջնորդվում է իր շահերով, այո, ցանկալի չի, որպեսզի օրինակ իր համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում եւ հատկապես Սիրիայի պես երկրում լինի այնպիսի ղեկավար, որը ժամանակին Միացյալ Նահանգների կողմից ընկալվել է որպես ահաբեկիչ, բայց հիմա Միացյալ Նահանգները որպես գերտերություն առաջնորդվում է իր շահերով եւ աշխատում է այն բոլոր առաջնորդների հետ, անկախ նրանց լեգիտիմության աստիճանից կամ քաղաքական անցյալից, ինքը պետք է աշխատի։ Հետևաբար այս մարդը կոնկրետ վերջին շրջանում իր որոշումներով, իր քայլերով թույլատրեց Իրանի եւ Ռուսաստանի դիրքերը Սիրիայում եւ հետևաբար նաեւ Մերձավոր Արևելքում։ Սա Միացյալ Նահանգների համար կարեւոր էր։ Սա մեկ։ Երկրորդը, Սիրիայի նախագահը վերջին շրջանում սկսել է նաեւ կարելի է ասել ընդունելի դառնալ մյուս առաջնորդների կողմից, որովհետեւ անկախ ամեն ինչից Սիրիայի ժողովուրդը ընտրել է այս մարդուն, համենայն դեպս հանգամանքները այդպես դասավորվեցին եւ ամենակարևորը իր ներկայությունը, իր առաջնորդությունը սիրիական քաղաքական կյանքում ոչ միայն Իրանի եւ այսպես ասած Ռուսաստանի դիրքերը թույլատրեց, այլ նաեւ թույլատրեց այն խմբավորումների դիրքերը, որոնք որ հակարևմտյան դիրքորոշումներ ունեին։ Իհարկե Միացյալ Նահանգների բնակչության համար սա կարելի է համարել անընդունելի, որովհետև մի կողմից Միացյալ Նահանգները ներկայանում է աշխարհին որպես քաղաքակիրթ երկիր, ժողովրդավարությունը տարածող, բայց մյուս կողմից իրականում քայլեր անում, որոնք որ չեն խոսում այն արժեքների մասին, որը Միացյալ Նահանգները դավանում է։ Նույնը կարող ենք օրինակ համատական եզրեր տանել Իսրայելի գործողությունների հետ։ Այն ինչ որ տեղի ունեցավ Գազայում, միջազգային բոլոր համապատասխան նորմերի հիման վրա, կարելի է մեկնաբանել որպես ցեղասպանություն։ Բայց Միացյալ Նահանգները ունի ռազմավարական շահեր Իսրայելի հետ եւ բնականաբար այո իրեն դուր չի գալիս որոշ բաներ, բայց հաշվի առնելով իր քաղաքական շահերը ինքը պահում է Իսրայելի մեջքը։ Նույնը անցում է կատարվել պրագմատիզմի դեպի ավանդապաշտականից ավելի շատ։ Այո, ես հասկանում եմ, որ եւ Միացյալ Նահանգների ժողովրդի եւ նաեւ այն աշխարհի համար, որոնց կողմից Միացյալ Նահանգները ընկալվում էր որպես քաղաքակիրթ երկիր ժողովրդավարության, այսպես ասած, տարածող պետություն, իրենց համար սա շոկային էր, բայց նույն տրամաբանությամբ եթե առաջնորդվենք ու մի քիչ ավելի հետ գնանք, օրինակ թալիբները Աֆղանստանում ընկալվում են որպես ահաբեկչական խմբավորումներ, բայց այն պահից սկսած, երբ որ թալիբներն էին Աֆղանստանում ղեկավարում, տարբեր պետություններ, որոնց համար օրինակ թալիբները ահաբեկչական էին, իրենց հետ սկսեցին երկխոսություն, որովհետև չունեն այլընտրանքային տարբերակ։ Նույն օրինակ Ռուսաստանի օրինակը ռուսական դատարաններում թալիբները համարվում են ահաբեկչական խմբավորում, ահաբեկչական գործողություններ իրականացրած, այսպես ասած, մարմին։ Բայց նույն երբ որ Աֆղանստանից դուրս եկան ամերիկյան զորքերը, Ռուսաստանի դեսպանատունը պաշտպանում էին թալիբների գրոհայինները։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեծ տերությունները հատկապես առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Սիրիայի հետ այսօր Միացյալ Նահանգները շահեր ունի, որովհետև տարածաշրջանում իր հետաքրքրությունները մեծանում են, Սիրիայում կայունությունը կնպաստի նաև Միացյալ Նահանգների հեռահար շահերի ամրապնդման եւ նաև կարևոր մի բան, եթե մարդիկ մտածում են, որ օրինակ Սիրիայի նախագահին պետք է օրինակ Միացյալ Նահանգներում, իսկ դա պատմական այց էր իրականում, առաջին անգամ Սիրիայի նախագահ է գնացել Սպիտակ տուն, եթե մարդիկ մտածում են, որ
ամեն դեպքում դա տեղի չպետք է ունենար, ոչ դա պետք է տեղի ունենար, որտեվ ել եմ ասում, Միացյալ Նահանգները առաջնորդվում է սեփական շահերով, քաղաքական շահերով, իսկ քաղաքական շահերը այս պահին թելադրում են Սիրիայի հետ հարաբերությունների խորացում, նախ առաջին հերթին Մերձավոր Արևելքում Ամերիկայի ազդեցության վերականգնման համար, երկրորդ հերթին Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի որոշակի ազդեցության թույլատում, որտեղ մի կողմից Միացյալ Նահանգները եւ Թուրքիա հարաբերությունները ռազմավարական են եւ նաեւ դաշնակցային են, բայց ինչ որ հարցերում Միացյալ Նահանգները հասկանում է, որ ինքը նախկին ազդեցությունը կորցրել է եւ քայլեր է անում, որպեսզի հետ գա Մերձավոր Արևելք, որտեղ իր իսկ պասիվության արդյունքում ակտիվացել է Չինաստանը, ակտիվացել է Ռուսաստանը, Իրանը եւ այլն։ Նույն տրամաբանության մեջ կարելի է չէ դիտարկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի այցը, քանի որ նա մինչ այժմ դիտարկվում էր որպես սպասվող գահաժառանգ, բայց այժմ ընդունեցին ինչպես երկրի ղեկավարի ամբողջ ընդունելությունը ու սա էլ էր պատմական, քանի որ 18 թվից բավական մեկուսացված էր Սաուդյան Արաբիան, որքան էլ փորձում էր միջնորդի դեր ստանձնել տարբեր հակամարտություններում, նույն ինչպես նշեցիք Գազայում, Սիրիայում նույնպես միջնորդական դեր ուներ Սիրիայի նախագահի եւ Թրամփի հանդիպումը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ներկայությամբ առաջին անգամ։ Այդ նույն տրամաբանության մեջ է տեղի ունենում այս հանդիպումը, թե ավելի մեծ շահեր կամ ավելի մեծ նպատակներ ունի Միացյալ Նահանգները հարաբերությունները կարգավորելու։ Տեսեք, եթե նախկինում Միացյալ Նահանգներ Սաուդյան Արաբիա հարաբերությունները կարելի էր նկարագրել, որ Սաուդյան Արաբիան էներգետիկ առումով, նավթային առումով կարևոր դերակատար է նավթ արդյունահանող երկրների մեջ եւ առհասարակ նավթային շուկայում, իսկ դրան ի պատասխան Միացյալ Նահանգները որպես անվտանգության երաշխավոր էր հանդես գալիս կամ կայունության ամրապնդող, ապա հիմա երկու երկրների միջև հարաբերությունները ավելի են ընդլայնվել, օրինակ նույն ռազմական համագործակցությունը վերջին շրջանում բավականին մեծացել է։ Մեծացել է նաեւ մանավանդ վերջինս հանդիպումից հետո խոսվեց, որ արհեստական բանականության, միջուկային համագործակցության, տնտեսական ներդրումների մասով պատմական գործարք է կնքվելու 1 տրիլիոն դոլարի մասին է խոսքը եւ ավելին ասեմ Vision 2030-ի շրջանակներում Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորման չափաբաժինը առաջիկա 15 տարիներին, եթե տեղի տանք պաշտոնական լուրերին եւ նաեւ ոչ պաշտոնական, ցանկանում են հասնել մինչեւ 3 տրիլիոն դոլարի։ Հիմա տեսեք, օրինակ միգուցե Միացյալ Նահանգների դեմոկրատական կամ նաև հասարակ քաղաքացիների շրջանակներում Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը եւ նաեւ գիտեք մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, կանանց իրավունքներ եւ այլն, Միացյալ Նահանգների եւ բնակչության համար միգուցե ընդունելի չի։ Բայց տեսեք, Սաուդյան Արաբիայի ներդրումները Միացյալ Նահանգներում կարող է բացել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ենթակառուցվածքների առումով ավելի բարելավված վիճակ լինի եւ այլն, այսինքն եկեք այս հարցին նայենք նաև Միացյալ Նահանգների ներքին քաղաքական շրջանակների տեսանկյունից։ Արդյոք ձեռնտու է Միացյալ Նահանգներ Սաուդյան Արաբիա հարաբերությունները եւ հարաբերությունների զարգացումը։ Այո, ինչու, որովհետեւ չմոռանանք ամենակարևորի մասին, Միացյալ Նահանգների համար Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում Իրանի հակակշիռ պետություն է։ Իսկ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների բնույթի եւ նաև զարգացումների մասին կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք դեպի որ կողմ է գնում։ Այսինքն հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում Իրանին հակակշիռ Սաուդյան Արաբիա է պետք, միևնույն ժամանակ տարբեր հարցերում սկսել է Չինաստանը ակտիվ ներգրավվածություն ունենալ, իսկ սա դուր չի գալիս Միացյալ Նահանգներին, նույն օրինակ Եմենի պատերազմի հետ կապված երևի կհիշեք 2023-ից սկսած Չինաստանը սկսեց միջնորդական ջանքեր գործադրել, միթե սա օրինակ բխում է Միացյալ Նահանգների շահերից, իհարկե ոչ, բայց ինչի մասին է խոսում, որ բավականին մեծ աղետներ բերած պատերազմում եւ նաեւ միջազգային լուրջ այս իրողության մեջ միջնորդի դեր ստանձնեց Չինաստանը։ Սովորաբար մենք տեսնում ենք նման դերերում օրինակ Միացյալ Նահանգներին, բայց նույն Սաուդյան Արաբիայի պես պետությամբ ներգրավված պատերազմում Չինաստանն է գալիս եւ միջնորդի դերակատարություն է ստանձնում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ։ Սա բնականաբար Միացյալ Նահանգներին դուր չէր գալիս եւ Միացյալ Նահանգները ինչ որ ձևերով, ինչ որ քայլերով պետք է հետ վերադառնար դեպի իր ազդեցիկ վիճակին Մերձավոր Արևելքում։ Սիրիան այդ քաղաքականության մի մասն է
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների այս մակարդակը երկրորդ մասն է, ինչ վերաբերվում է Իսրայելին, չնայած այո Իսրայել Միացյալ Նահանգներ հարաբերություններում որոշակի դուել էր սկսվել, կհիշեք Նեթանյահու եւ Թրամփ հայտարարությունները, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ մեծ տերությունները առաջնորդվում են իրենց ռազմավարական եւ քաղաքական շահերով, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կողմերի միջև համագործակցությունը Իրանին հակակշռելու հետ կապված տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցությունը մեծացնելու հետ կապված շարունակվել է, որովհետև նույն Սաուդյան Արաբիան է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժերի մեծացման եւ ազդեցության մեծացման ջատագովներից մեկը։ Հաշվի առնելով նաեւ այն, որ օրինակ Միացյալ Նահանգները Իսրայելի միջոցով փորձում է տարածաշրջանում Իսրայելն առաջ տանել, բայց միայն Իսրայելը բավարար չէ Միացյալ Նահանգներին։ Այստեղ նաև մի կարևոր բան կա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական դիվանագիտական հարցերում շատ ռազմավարական հարց է Սաուդյան Արաբիա եւ Իսրայել հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի կշիռը Մերձավոր Արևելքում եւ հարցի հետ կապված, գիտեք, Պաղեստինի մասով Սաուդյան Արաբիան հստակ դիրքորոշում ունի Պաղեստինի ճանաչման հետ կապված, բայց սա Միացյալ Նահանգների համար շատ հստակ դիվանագիտական առաքելություն է, որպեսզի կարողանա Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները գոնե մոտեցնել իրար, որպեսզի այն նպատակները, որ Միացյալ Նահանգները հետապնդում է Մերձավոր Արևելքում, կարողանա իրականություն դարձնել։ Իսկ ինչ է կարծում, կմնա թղթի վրա, թե կգործի այդ պայմանավորվածությունները, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը ամեն անգամ հայտարարություններում նշում է, որ նոր երկրներ կմիանան օրինակ Աբրահամյան համաձայնագրերին, որը Իսրայելա-արաբական հարաբերությունների կարգավորում է, բայց այդտեղ նշվում է նաև օրինակ Ղազախստանի անունը, նշվում է Ադրբեջանի անունը, նաև մեր մասին ինչ-որ բաներ ասվեցին։ Աբրահամյան համաձայնագրերի իմաստը արաբա-իսրայելական հարաբերությունները կարգավորելն էր, իսկ հիմա ինչպես տպավորություն է ստեղծվում, որ դա ավելի շատ դիվիդենտներ շահելու գործընթաց է, թե այդ միլիարդների ներդրումները, որովհետև փաստացի ինչքանով ես տիրապետում եմ, դեռ որևէ գործընթաց չի սկսվել։ Ինչ է կարծում, կմնա թղթի վրա, թե դա ինչ-որ process-ի սկիզբ է ուղղակի։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հստակությունը այդ քաղաքական գործընթացներում, դա թղթի վրա չի մնա, որովհետև ելի եմ ասում, աշխարհաքաղաքական գործընթացները Մերձավոր Արևելքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են Միացյալ Նահանգներին ավելի նախաձեռնող լինել, եւ նաեւ Սաուդյան Արաբիային է ձեռնտու այս պահին Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը, որովհետև ելի եմ ասում, կան անվտանգային եւ մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես Եմենի հետ կապված հարցում, մենք գիտենք, որ օրինակ վտանգ է առաջացել, որ Սաուդյան Արաբիայի անմիջական հարևանությամբ կարող է օրինակ պրոիրանական ինչ-որ խմբավորում սկսի ղեկավարել։ Եմենում ճիշտ այս պահին կա իշխանություն, բայց տարածքի հսկողության մասով այդ իշխանությունները ամբողջ տարածքը չեն վերահսկում։ Եվ սա նաև արդյունք է նրա, որ Իրանը հետզհետե Միացյալ Նահանգների Մերձավոր Արևելքից հեռանալու քաղաքականության այս համատեքստում իր ազդեցությունը սկսեց ավելացնել եւ Եմենում գալիս են փորձում են օրինակ իշխանությունը վերցնել պրոիրանական ուժեր, հութիներ, այո։ Եվ բնականաբար սա հեռանկարային առումով ոչ ձեռնտու է Սաուդյան Արաբիային, ոչ էլ Միացյալ Նահանգներին, հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ նաեւ Իրանի հարաբերությունները։ Այսինքն Սաուդյան Արաբիային ձեռնտու այս պահին Միացյալ Նահանգների ակտիվությունը եւ տարածաշրջանում եւ իրենց հարաբերությունների մասով, իսկ Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որովհետեւ այնուամենայնիվ իրենց пассивությունը բերեց Իրանի ազդեցության մեծացման։ Խոսքը միայն Եմենի մասին չէ, եթե նայենք նաև տարբեր տեղերում կտեսնենք, որ պրոիրանական ուժեր խորհրդանական ընտրություններում եւ այլ ընտրություններում սկսել են արդեն ավելի շատ ձայներ հավաքել եւ հետզհետե Իրանը կրոնական, այսպես ասած, շիական համայնքի վրա ազդեցության մեծացումով փորձում է նաև իր քաղաքական հարցերն առաջ տանել։ Իհարկե, եւ նաև այս համատեքստում էր Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Իսրայելին, որտեղ Իսրայելը վերջին շրջանում թույլատրեց Իրանի դիրքերը, ելի եմ ասում, եւ դրա համար Իսրայելը աչք էր փակում այն գործողությունների վրա, որոնք որ Գազայում Իսրայելը իրականացնում էր։ Այո, մեծ հաշվով դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, ցեղասպանություն էր, որը Միացյալ Նահանգների պես պետության կողմից պետքա դատապարտվեր, բայց հաշվի առնելով իր իսկ քաղաքական շահերը դա տեղի չունեցավ։ Նույնը կարող ենք ասել Սիրիայի հետ կապված, տեսեք, Սիրիայում այն ճանապարհով, որով որ նախագահը եկավ իշխանության, դա կարելի ասել այնքան էլ ընդունելի չէր, որովհետև դուք երևի տեսել եք այդ կադրերը, մասսայական սպանություններ, մարդու իրավունքների խախտումներ, բայց քանի դեռ դա բերեց նրան, որ Ռուսաստանի հիմնական դաշնակիցներից մեկը տարածաշրջանում Բաշար Ալ-Ասադը
իշխանազրկվեց, նրա իշխանությունը տապալվեց, իհարկե եւ Միացյալ Նահանգները եւ քաղաքակիրթ աշխարհը, որոնց որ ձեռնտու չէր, որ Բաշար al-Ասադը լինի այդտեղ, իրանք աչք փակեցին։ Այսինքն սա մենք պետք է հասկանանք, որ քաղաքականության մեջ մենք չպետք է արդարություն փնտրենք կամ քաղաքականությունը կապենք բարոյական արժեքների հետ։ Ամեն երկիր առաջնորդվում է իր շահով, այո, եթե Սիրիայում մարդու իրավունքների խախտումներ են, որ ընդունելի չի, բայց եթե այդ խախտումներով իշխանափոխություն է լինում, Ռուսաստանի դիրքերն է թուլանում, դա կարելի է ասել դարձավ ընդունելի եւ Միացյալ Նահանգների համար եւ եվրոպական պետությունների համար, որտեղ էլ եմ ասում, իրենց մեծ հաշվով ձեռնտու էր Ռուսաստանի դիրքերի թուլացումը եւ Սիրիայում այնպիսի ուժերի իշխանության գալը, որոնք որ կարող են իրենց ազդեցության տակ լինել։ Նաև կարելի է ասել Սիրիային էլ է ձեռնտու այս բան Միացյալ Նահանգների հետ շփումները եւ հարաբերությունների զարգացումը, որտեղ գիտեք, որ Սիրիայում ենթակառուցվածքների առումով աղետալի վիճակ է, իսկ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել, որպիսի նաև այդ վերակառուցման եւ կառուցման գործընթացներում բավականին մեծ պատասխանատվության մի մասը վերցնի իր վրա։ Սիրիան փորձում է նույնպես բալանսավորել, հանդիպում նույնպես ունեցան Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, նախագահների մակարդակով, որը բավական մեծ նշան է լեգիտիմության համար երկրի ղեկավարի, իսկ կարելի է ենթադրել, որ այս զարգացումների ֆոնին Թուրքիայի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ կամ փոփոխվել, որովհետև այդքան էլ միանշանակ չէ, եթե Թուրքիան դիտարկում էր որպես Միացյալ Նահանգների լավ դաշնակից տարածաշրջանում եւ միշտ դեր ուներ, այժմ հենց Իսրայելը վարչապետի մակարդակով հայտարարություններ արեցին, որ Թուրքի ոտք չպետք է լինի Իսրայելի տարածքում։ Իսկ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կարող է ներկայություն ունենալ օրինակ Գազայում խաղաղապահական այդ գործունեության մեջ, բայց Թուրքիան չունենա, մի քիչ չի տրամաբանորեն չի լինում, որովհետև չի կարող դա կարգավորվել։ Տեսեք, Ռուսաստանը բարձր մակարդակի ընդունելության արժանացրեց Սիրիայի նախագահին, որը շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց հատկապես որ Բաշար al-Ասադը Ռուսաստանին, այսպես ասած, շատ լավ դաշնակիցն էր Մերձավոր Արևելքում։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը որպես գերտերություն առաջնորդում է, եմ ասում, իր շահերով։ Հիմա անկախ նրանից ով է Սիրիայում ղեկավարում, պրո ինչ ուժ է, ինքը պետք է աշխատի, որտեղ ինքը Սիրիայում ունի զորքեր եւ Սիրիայում ունի շահեր։ Եվ այդ շահերի տրամաբանության մեջ իրենք աշխատելու են նրանց հետ, ովքեր այդ պահին օրվա իշխանություն են։ Բնականաբար մարդիկ սկսեցին թերահավատորեն մոտենալ կամ քննադատաբար վերաբերվել օրինակ այդ բարձր մակարդակի ընդունելության հետ կապված, բայց տեսեք, ել եմ ասում, Ռուսաստանը Սիրիայում ունի շահեր եւ այդ շահերը առաջնանելու համար իրեն պետք է օրվա իշխանության հետ հարաբերություններ։ Եվ եթե գիտեք, Սիրիայի նախագահը պնդել է, որ Բաշար al-Ասադին հետ տան, որովհետև ինքը բազմաթիվ հանցագործություններ արել եւ պետք է պատժվի եւ այլն։ Տեսեք, կրկին անգամ ես չգիտեմ Ռուսաստանը կհանձնի թե ոչ, բայց եթե քաղաքական շահերը պահանջում են, որպիսի անցնեն նաեւ նմանատիպ կարմիր գծեր, այդպիսի պետությունները առաջնորդվում են իրենց շահերով եւ եթե անհրաժեշտություն կա կարմիր գծեր հատելու են այդ կարմիր գծերը։ Եվ կարևոր մի բան, եթե Սիրիայի հետ կապված Ռուսաստանի շահերը դիտարկենք ավելի լայն մասշտաբով, ինչու է Սիրիա հասել ռուսական զորքերը, որտեղ մեծ տերությունները չեն առաջնորդվում անվտանգության շահերով միայն իրենց տարածքի ներսում։ Սիրիան այն տարածքներ, որտեղ ահաբեկչական խմբավորումներ են ձևավորվել եւ մինչեւ հիմա գործում են, եւ այդ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանը չէր կարող իր դերակատարությունը չունենալ, որովհետեւ այդտեղ ներգրաված են նաեւ եվրոպական պետությունները, Միացյալ Նահանգները, եւ ինքը հասավ Սիրիա, այնտեղ իր իսկ անմիջական աջակցությամբ ձևավորվեց հակաահաբեկչական պայքար, բայց մեծ հաշվով այն արդյունքները, որոնք որ մենք տեսանք, դա ինչ էր, ինչը օրինակ Ռուսաստանը պլանավորում էր։ Եվ ինչու դա չեղավ, որովհետև չնայած սիրիական հարցում Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի հանդիպումներում նշվում էր, որ իրենք տարբեր հարցերի շուրջ միանման են մտածում, բայց դա այդպես չէր։ Եթե ավելի հետ գնանք, կտեսնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար al-Ասադի տապալումը տեղի ունեցավ նաեւ Թուրքիայի ուղիղ ազդեցությամբ։ Եվ ինչ է կարծում, Թուրքիան մտածելու էր, որ մենք չենք կարող տապալել Բաշար al-Ասադին, որտեղ նա բավականին լավ հարաբերություն ունի Ռուսաստանի հետ, իհարկե ոչ։ Թուրքիան էլ իր շահերն ունի տարածաշրջանում, եւ եթե այդ շահերը հակասում են Ռուսաստանի շահերին, ինքը ամեն դեպքում շարունակելու այդ ճանապարհը, որտեղ Սիրիայում մենք գիտենք բազմաթիվ անգամներ Ռուսաստանի հետ բախումներ եղան, եւ ցավոք սրտի այդ բախումների արդյունքում նաեւ գործարքներ կնքվեցին, եւ եթե ոչ պաշտոնական, այսպես ասած,
հայտարարություններին հետևենք, կտեսնենք, որ Սիրիայում ռուս-թուրքական գործարքի հետևանքներից մեկը Արցախում ռուսական կողմերի հետնահանջն էր։ Այսինքն մենք կտեսնենք, որ այնքան տարածաշրջանը այնքան կարևոր է Ռուսաստանի համար, որ Թուրքիայի հետ որոշակի գործարքների հիման վրա Ռուսաստանը Հարավային Կովկասում հետնահանջ արեց։ Իհարկե ես չեմ ասում, որ դա այն էր, ինչի մասին Ռուսաստանը մտածում էր կամ ցանկանում էր, բայց պետք է հասկանանք, որ եթե երկու տարածաշրջանների միջև էր ընտրությունը, ռուսական կողմը ընտրություն կատարեց դեպի Մերձավոր Արևելք, դեպի Սիրիա, Հարավային Կովկասից որոշակի չափով հետնահանջ արեց, բայց սա նաև ցույց է տալիս, թե Սիրիան ինչքան կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, եւ սա փաստում է այն հանգամանքը, որ այո, Ռուսաստանը ունի շահեր Սիրիայում, Ռուսաստանը պետք է խոսի երկրի ղեկավարի հետ, օրվա իշխանության հետ, դա կլինի ներկայիս ղեկավարը թե հաջորդը, իրենք պետք է խոսեն իր հետ, փորձեն հարաբերությունների մասով զարգացումների ուղղությամբ տանել եւ չի բացառվում, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում ռուսական կողմը սիրաշահելու համար ինքը նույնպես ներգրավվածություն ունենա, հաշվի առնելով ելի եմ ասում իր տարածաշրջանային շահերը։ Տեսնում ենք աշխարհակարգի փոփոխություն կարծես թե տեղի ունենում ու տրամաբանությունը կարող ենք հասկանալ, օրինակ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան ընդհանուր երրակողմ մեծ համագործակցություն ունեն։ Նույն Պակիստանը կոնֆլիկտ ունի Հնդկաստանի հետ, որը Իսրայելի հետ է լավ դաշնակցական հարաբերություններ, գրեթե դաշնակցական։ Մենք փորձում ենք Հնդկաստանի եւ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալ, Իրանը հակազդում է Իսրայելին, այսինքն մի քաոտիկ իրավիճակ է լինում, որտեղ չկա տրամաբանություն։ Կարող եք գտնել այդ տրամաբանական շղթան, թե ինչ առաջնահերթություններով են այդ երկու երկրները, որոնք ունեն ընդհանուր բոլոր իրար հետ ընդհանուր շահեր շարժվում։ Ես մոռացա նախորդ հարցին էլ շատ կարևոր պատասխան կա նախորդ հարցի հետ կապված Իսրայելի եւ Թուրքիայի մասով եւ կուզենամ անդրադառնամ հետո հաջորդ հարցին պատասխանել։ Ուրեմն տեսեք, չնայած նրան, որ Իսրայելը ասաց, որ իր համար ընդունելի չի թուրքական ուժերի ներկայացվածությունը Գազայում, ինչու է սա այսպես, որովհետեւ այո, Իսրայելի եւ Թուրքիայի միջև լարվածություն կա, բայց եթե գլոբալ տեսանկյունից նայենք, ինչ որ հարցերում իրենք կարող են օրինակ համագործակցել։ Բայց Իսրայելը լավ է հասկանում, որ Թուրքիան այն պետությունը, որ տարածքզորք մտցնում է, այնտեղից կամ դուրս չի գալիս, կամ շատ դժվարությամբ է դուրս գալիս։ Ասվածի վառ վկայությունը օրինակ Սիրիան էր։ Ասվածի վառ վկայությունը Կիպրոսն էր։ Ինքը մինչև հիմա, չգիտես ինչի մարդիկ չեն հիշատակում այդ փաստը, 74 թվականից ի վեր թուրքերը մտել են, օկուպացրել են Կիպրոսի տարածքը, ճանաչել են անօրինաբար, խախտելով միջազգային բազմաթիվ նորմեր, բայց մինչև այսօր բավականին լուրջ հակաքայլ Թուրքիայի դեմ չի եղել։ Դա նաև կապված է նրան, որովհետև Թուրքիան իր եւ արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ճիշտ հաշվարկներով է առաջնորդվում եւ կարողացել է այդ մեծ դերակատարներին զսպել։ Հիմա տեսեք, արդյոք ադրբեջանցիները Գազայում կլինեն թե ոչ։ Այստեղ եթե Իսրայելը ցանկանում է, որ Ադրբեջանին չնեղացնի եւ հնարավորություն տա, որ իրենք էլ ներկայացված լինեն, միգուցե թողնի, բայց եթե ադրբեջանցիներին ինչ որ փոխարինելու են թուրքերը, որը կարող է օրինակ արվել շատ փափուկ ձևով, իհարկե Իսրայելի համար դա անընդունել է, բայց Իսրայելը այն պետությունն է, որ եթե նման քայլ արեց Ադրբեջանը, փորձեց փոխարինել, ինձ թվում է հակազդեցություն ունենալու է կամ շատ կոշտ կամ կոպիտ ձևով, որովհետեւ երկրում եմ Իսրայելի համար Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ հատկապես նմանատիպ իրավիճակներում ներկայացվածությունը ինքը շատ լավ գիտի, որ եթե մտավ Գազա, Թուրքիան կարող է Գազայից դուրս չգալ եւ անկախ նրանից ինչ իրավիճակ կլինի եւ դրա համար իրանք ամեն կերպ հակազդում են։ Հաջորդ հարցի պատասխանը, տեսեք, աշխարհը եւ աշխարհակահական գործընթացները այնքան արագ են զարգանում, որ այսօրվա շատ բարեկամ երկրները այլևս բարեկամ չեն եւ թշնամիները այլևս թշնամիներ չեն։ Սա մի բարձ հստակ մեսիջ պետք է լինի նաեւ մեզ համար, որ մենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի ռազմավարական եւ երկարաժամկետ շահերով առաջնորդվենք։ Իրանի եւ Հնդկաստանի հետ կապված, այո, Հայաստանը ունի ռազմավարական շահեր Իրանի հետ, հաշվի առնելով հարևանության հանգամանքը եւ ոչ միայն, նաև վերջին շրջանում ակտիվացել է Հնդկաստանի հետ հարաբերությունները, բայց տեսեք, մի քանի տարի առաջ Հայաստան այցելեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, որը Հնդկաստանի եւ Հայաստանի պատմության մեջ այդքան բարձր մակարդակի այցի տեսանկյունից պատմական էր, որտեղ չէր եղել։ Բայց ինչու Հայաստան այցելեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, որովհետև տարածաշրջանում ակտիվացել է նաև Պակիստանը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով խոսակցություններ կային, որ Պակիստանը նաև կարող է ներկայություն ունենալ Արցախում, եւ սա բնականաբար մտահոգել էր Հնդկաստանին, հաշվի առնելով Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները։ Բայց օրինակ, եթե մենք պետք է ընտրություն կատարենք կամ փորձենք հասկանալ
որը ում հետ պետք է դասավորել, ինչի հետ պետք է դասավորել։ Օրինակ Հայաստանը շահեր ունի օրինակ Իրանի հետ, բայց միևնույն ժամանակ մենք պետք է որոշակի չափով հարաբերությունների ուղղությամբ աշխատենք նաև Իսրայելի հետ։ Որքան էլ դա Իրանի համար կարող է զգայուն թեմա է, բայց այսօր Իսրայելը Ադրբեջանին վաճառում է զենքեր, որոնք որ սպանում են հայ զինվորին։ Եթե իրանական կողմը չի կարողանում օրինակ ապահովել, որ այդ զենքերը չհասնեն Ադրբեջանին կամ հակազենք չի տալիս, այսինքն պաշտպանական բնագավառում եւ այլն, իրանական կողմը պետք է համակերպի, որ մենք առաջնորդվում ենք մեր շահերով։ Սա մեկ, երկրորդը մենք Իսրայելում ունենք հայ համայնք։ Եվ ունենք տարածքներ, որոնք որ գիտեք, Հիսուսի գերեզմանից սկսած վերջացած մնացած սուրբ տարածքներով այս բան հայկական հայ համայնքի հսկողության տակ են, որոնք վերջին շրջանում բավականին լուրջ հարձակումների են ենթարկվում։ Իհարկե, այստեղ կարելի է հասկանալ, թե սա արվում է օրինակ ոչ պաշտոնական խմբերի կողմից, թե պաշտոնական, արդյունքը նա է, որ հայկական համայնքը շատ լուրջ խնդիրներ ունի եւ այդ համայնքի շահերը պետքա պաշտպանվի։ Հիմա թե դա մեր մյուս կարևոր պետությունների համար ոնց կընկալվի, մենք ունենք շահեր եւ մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով։ Կապված Հնդկաստան, Պակիստան եւ նաեւ տարածաշրջանում Թուրքիայի մասով, տեսեք, Թուրքիան այն պետությունն է, որը պատմության մեջ հատկապես վերջին շրջանում ցույց է տվել, որ ինքը պրագմատիկ քաղաքականություն վարելու լավ հաշվարկներ կարողանում է անել։ Թուրքիան այն պետությունն է, որ ռազմավարական շահեր ունի արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ ռազմավարական շահեր ունի նաև Ռուսաստանի հետ։ Այսինքն այդ երկակի, այդ երկու լարի քաղաքականությունը Թուրքիայի օրինակով կարող ենք տեսնել, որ ինքը շատ հրաշալի կարողանում է երկու ուղղությամբ տանում է այդ ամեն ինչը։ Հիմա եթե այս բան Թուրքիայի հարաբերությունները օրինակ Պակիստանի հետ լավանում են, հաջորդ բանը կարող է Թուրքիան Հնդկաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Չնայած գիտենք, որ տարբեր իրավիճակներում Հնդկաստանը հակաթուրքական հայտարարություններ է անում, տարբեր տեղերում զսպում է Թուրքիային, բայց դա չի նշանակում, որ վաղը օրինակ Թուրքիան Հնդկաստանի հետ կարող է հարաբերություններ չձևավորել կամ օրինակ ռազմավարական նշանակության քայլեր չիրականացնել։ Այս բանին Թուրքիայի վարած քաղաքականությունը տանում է մերձեցում դեպի Պակիստանի կողմ, ու դա նաև եռակողմ է դառնում, Ադրբեջանը նույնպես, հաշվի առնելով օրինակ վերջին շրջանում Պակիստանի ղեկավարի մասնակցությունը նաև օկուպացված Արցախի տարածքում շքերթներին եւ այլն։ Բայց ես էլ եմ ասում, հաշվի առնելով Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգների հետ եւ Միացյալ Նահանգներ Հնդկաստան կապերը, ինչ որ բան միգուցե Միացյալ Նահանգների համար կարևոր լինի, որ Թուրքիային բերի դեպի Հնդկաստանի դաշտ իր իսկ շահերից ելնելով, եւ դա չի նշանակում, որ Թուրքիան կտրականապես մերժելու է եւ այլն։ Այսինքն աշխարհաքաղաքականությունը եւ առհասարակ քաղաքականությունը նրա մասին են, որ բացարձակ կամ ծայրահեղ հակաքաղաքականությունը այլևս արդիական չի։ Հայաստանի մասով նույնը կարող եմ ասել, ինձ համար կոնկրետ անընդունելի է ցանկացած կողմի հետ բացարձակ հակաքաղաքականությունը, որտեղ շահերն են մշտական, ոչ թե դաշնակցային հարաբերությունները եւ աշխարհաքաղաքական գործընթացներում շահերը շատ արագ են փոխվում, դերակատարներն են շատ արագ փոխվում, նույն տեսեք, շատ հեռու չգնանք եւ նորից հետ գանք Միացյալ Նահանգներ Սիրիա հարաբերություններին։ Այսօր Միացյալ Նահանգներում բարձր ընդունելության է արժանանում մի մարդ, ում համար Միացյալ Նահանգները բավականին շատ, այսպես ասած, նրան վնասազերծելու համար լուրջ քաղաքականություն էր տանում, ուներ ահաբեկ չի կոչում, բայց այդ մարդը այսօր Միացյալ Նահանգներում արժանացավ բարձր ընդունելության։ Սիրիայում մարդիկ ռուսական մասով տապալեցին Ռուսաստանի դաշնակցին, բայց Ռուսաստանի նախագահի կողմից արժանացան բարձր ընդունելության։ Սա եւս մեկ մեսիջ պետքա լինի եւ մեզ համար եւ այն գործընթացների համար, որոնք որ մենք նախաձեռնում ենք, որ աշխարհը արագ փոփոխվում է, շահերը արագ փոփոխվում են եւ դաշնակիցներ, թշնամիներ հարաբերությունները շատ արագ կարող են փոխվել եւ մենք պետքա այս փոփոխությունների մեջ երկարաժամկետ կտրվածքով քաղաքականություն վարենք, որպեսզի հատկապես մեր իսկ տարածաշրջանում խախտված բալանսի վերականգնման ուղղությամբ մենք կարողանանք օրինակ արդյունավետ քաղաքականություն տանել։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ինչ դիրքորոշում պետք է մենք ունենանք, քանի որ թե պետական մակարդակում, ինչպես նշեցիք, պետք է բալանսավորել, թե ունենք հայ մայնքի ներկայություն, թե Իսրայելում, թե Պաղեստինի տարածքում, թե Սիրիայում, թե Լիբանանում, թե Իրաքում նույնիսկ եւ Իրաքի հատվածում եւ Քուրդիստանի հատվածում, այսինքն հայերը ամենուր կան, բայց չկա ընդհանուր գաղափար, թե ինչպես կարելի է լուծել, որ վնաս չլինի իրենց, քանի որ եթե Սիրիայում ներկայիս ղեկավարությունը ամբողջ տարածքը չի կարողանում վերահսկել, կա քրդական հատված, կա
պրոթուրքական հատված, կան առանձին խմբավորումներ, վնաս կարող է լինել հենց փոքրամասնություններին, որովհետև ամենախոցելին են։ Նույնը կարող է լինել Իրաքում, որովհետև եթե ընտրություններում շիական կողմը ավելի շատ ձայներ է հավաքում, կարող է բարձրանալ Քուրդիստանի հարցը եւ քրդերը ակտիվանան, երկու կողմերում էլ ունենք հայեր։ Ինչպես պետք է թե Հայաստանը, թե մարդիկ դիրքորոշումը կարողանան ունենալ, որպեսզի իրավիճակում ամենակիչ վնասը կրեն կամ ունենան գոնե օգուտներ։ Տեսեք, այնպես է ստացվել, որ մենք սփյուռք ունենք այնպիսի երկրներում, որոնք որ քաղաքական առումով իրար թշնամիներ են, օրինակ Իրանում եւ Իսրայելում։ Եվ մենք սփյուռք ունենք այնպիսի երկրներում, ինչպիսին է Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, որոնք որոշակի հարցերի հետ կապված ունեն հակասություններ։ Հիմա տեսեք, սփյուռքը տարբեր երկրներում մեզ համար հնարավորություն է։ Իրենք, գիտեք, սովորաբար ազդում են Հայաստանի եւ տվյալ պետության հարաբերությունների վրա լավ առումով, բայց միևնույն ժամանակ երբեմն ցավոք սրտի սփյուռքը օգտագործվել է որպես միջոց Հայաստանին ճնշելու հետ կապված, եւ սա մեզ համար պետք է այլ ավելի, այսպես ասած, պարզ լինի, որ մենք պետք է առաջնորդվենք հետևյալով. եթե երկու երկրների միջև պետք է ընտրություն կատարվի, թե որ երկրի հետ ենք մենք գնում եւ շարունակում մեր ճանապարհը, եւ այդտեղ նաեւ ունենալով հայ համայնք, հայ համայնքի շահեր եւ այլն, բայց մենք պետք է փորձենք պրագմատիկ քաղաքականություն, այսինքն եւ-եւի քաղաքականությունը։ Երկու տեղերում էլ մենք ունենք շահեր, երկու տեղերում էլ ունենք օրինակ համայնք եւ պետք է առաջնորդվենք դրանով։ Բայց եթե ինչ-որ բայ պետք է զոհաբերել մի հարցը մյուսին պահելու համար, այստեղ շատ կարևոր է հասկանալ երկու երկրների եւ ներկայիս եւ հեռանկարային հարաբերությունների բնույթը։ Օրինակ, եթե ընտրության հնարավորություն լինի, շատ ցենց տեսական օրինակով խոսենք, Իրանի հայ համայնքի եւ Իսրայելի հայ համայնքի միջև, տեսեք, Իրանը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, բայց Իսրայելի հայ համայնքը նույնպես մեզ համար կարևոր է, հաշվի առնելով նաեւ կրոնական տեսանկյունից, բայց տեսեք, մենք եթե ընտրության հնարավորություն պետք է ունենանք ու պետք է առաջնորդվենք, թե որը պետք է պահենք, մեզ համար ավելի բնական հարաբերություններն են կարևոր, իսկ Իրանի այդ հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլ նաև բնական, որտեղ մենք ունենք հարևանության հանգամանք, Իրանը մեզ համար երկրորդ այլընտրանքային տարբերակն է փակ սահմանների պարագայում, բայց ելի եմ ասում, դիվանագիտությունը չպետք է առաջնորդվի կամի միջոցով, այսինքն դիվանագիտությունը նրա մասին է, որ Եվի միջոցով դու պետք է անես։ Նույն Ռուսաստանի մասով մենք չպետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները օրինակ կառուցենք Միացյալ Նահանգների հաշվին կամ Եվրոպական միության հաշվին։ Իհարկե, որոշ տեղերում կողմեր ունեն կարմիր գծեր, բայց այդ կարմիր գծերը հատվելուց օրինակ պետք է հասկանանք, թե հատվելու դեպքում մեզ համար ինչպիսի սպառնալիքներ է ստեղծվում եւ ոնց ենք մենք կառավարում այդ սպառնալիքները։ Օրինակ ռուսական կողմը շատ հարցերում Հայաստանի հետ կապված որոշակի բաներ չի կիսում եւ ճնշելու քաղաքականության ուղղությամբ է գնում, բայց տեսեք, մենք պետք է մի պարզ ճշմարտություն հասկանանք, որ մենք այսօր գործ ունենք անվտանգության խախտված բալանսի հետ, որը մի ժամանակ ռուսական միջոցով կարողանում էր հավասարակշռվել։ Այժմ Ռուսաստանը չի կարողանում հավասարակշռել, որը մենք տեսանք Սիրիայում, մենք տեսանք Արցախում։ Ես չեմ կարծում, որ ռուսական զորքերը ցանկանում են օրինակ դուրս գային Արցախից։ Բայց սա մի հարց է, արդյոք նրանք կարողանում էին պահել թե չէ, փորձը ցույց տվեց, որ չեն կարողանում։ Գիտեք, ելի եմ ասում, հարաբերությունների մեջ, որpիսի մենք հասկանանք, որ եւ բարոյական հարցերը եւ արդարադատության հարցերը, դրանք քաղաքականության մեջ որոշակի չափով դառնում են երկրորդային։ Իհարկե, ցանկալի չի, որpիսի այդ քո սկզբունքները մի կողմ դնես, բայց մենք ունենք այնպիսի իրականություն, որ ելի եմ ասում, այսօրվա թշնամիները դառնում են բարեկամներ եւ հակառակը։ Նույն Ռուսաստանի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ռուսաստանը շատ լուրջ ապտակ ստացավ Թուրքիայից դեսպանի սպանության, ինքնաթիռի խոսման, նաև Սիրիայում ռուսական ուղղությամբ հարձակումների մասով, Արցախում ստացավ այդ այսպես ասած ապտակը, բայց արդյոք դա ազդեց Թուրքիա եւ Ռուսաստան հարաբերությունների վրա գլոբալ մակարդակով։ Այո, ինչ որ չափով լարվածություն կար, բայց հիմա Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, Ադրբեջանի մասով Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ շատ վատ քաղաքականություն տարավ, եղավ նաև Մոսկվայի եւ Բաքվի միջև դուել, բայց կարող ենք ասել, որ դրանից հետո փչացան Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները գլոբալ առումով, ոչ։ Այո, հակասություններ կան, լարվածության աճ կար, բայց ելի եմ ասում, նրանք առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով եւ սա պետք է մենք հստակ հասկանանք։ Մենք պետք է երկարաժամկետ քարտեզագրում անենք հարաբերությունների մասով, որ պետության հետ ինչպիսի հարաբերություններ ենք ձևավորում եւ ինչպիսի ռիսկեր կան, որոնք որ մեզ համար կառավարելի են, եթե անկառավարելի են, ապա այս պարագայում պետք է փոխել քաղաքական կուրսը, բայց ելի եմ ասում, հաշվի առնելով բոլոր ռիսկերը։
Հիմա Հայաստանը գնում է բալանսավորման քաղաքականության ուղղությամբ, որը ես կարծում եմ, եթե ավելի շուտ սկսեինք, միգուցեև այս կործանարար իրավիճակից կարողանանք խուսափել։ Բայց թե ինչքանով է մեզ դա հաջողվում, դեռևս վաղ է ասել, բայց ամեն դեպքում այն, որ մի անվտանգության ճարտարապետությունը, մի բալանսավորման քաղաքականությունը մեզ համար բերեց նաև այսպիսի հետևանքների, մենք դրանից դասեր քաղելով գնալու ենք դեպի պրագմատիկ համագործակցություն։ Հայ համայնքի հետ կապված Սիրիայում այլևս մենք չունենք հզոր հայ համայնք, ցավոք սրտի, գիտեք, պատերազմից ի վեր բազմաթիվ հայեր տեղափոխվեցին կամ հարևան պետություններ կամ եկան Հայաստան, եւ Սիրիայում մենք որպես հայ համայնքի օգտագործող մի պետություն, որը հայ համայնքին օգտագործում էր նաև օգտագործել բառը մի քիչ լավ իմաստով որպես լծակ Հայաստան-Սիրիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այսօր ցավոք սրտի այդ իրավիճակը չունենք։ Սիրիայում մնացել են մի քանի հազար հայեր, ըստ ոչ պաշտոնական թվերի մինչև 30,000, իսկ ժամանակին այդ թիվը 100,000 էր եւ նրանք ազդեցիկ էին, կարողանում են ազդել հարաբերությունների բնույթի վրա, որակի վրա, մակարդակի վրա, բայց այսօր մենք գնալով հասնում ենք նրան, որ Սիրիայում հայերը այնքան են թուլացել, որ կարելի է ասել հարաբերությունների որակի վրա կարելի ասել ազդեցություն չունեն։ Մենք նաև հայեր ունենք այնպիսի երկրներում, որոնք որ Հայաստանի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, բայց այս համայնքների ռեսուրսը մենք պետք է ել ավելի արդյունավետ օգտագործենք, որովհետև ելի եմ ասում, հայ համայնքը հնարավորություն է մեզ համար, մենք հզոր սփյուռք ունենք ու կապ չունի թվականակը, մենք ունենք ազդեցիկ հայեր։ Օրինակ, ես Շվեյցարիայում եմ եղել, Շվեյցարիայի հայ համայնքը այդքան մեծ չէ քանակապես, բայց իրենք բավականին ազդեցիկ են եւ իրենք նպաստում են նաեւ Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման վրա եւ մի շարք այլ ուղղություններով, բայց ել եմ ասում, երբեմն ցավոք սրտի ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ որ հայ համայնքի միջոցով Հայաստանին ճնշում են որոշակի հարցերի հետ կապված, որ բայց սկսած օրինակ Ռուսաստանի մասով, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների մասով Հայաստանին ուզում են մեսիջ ուղարկել, երբեմն օգտագործում են հայ համայնքին կամ հայ համայնքի միջոցով փորձում են այդ մեսիջները տեղ հասցնել։ Կրկնում եմ, մեզ համար առաջնային նշանակություն ունի ռազմավարական շահերի հստակեցումը, որ պետության հետ ունենք մենք ռազմավարական շահեր, ոնց ենք հասնում այդ շահերի պահպանմանը, ամրապնդմանը, եւ եթե պետք է հատել կարմիր գծեր, որոնք որ կարող են անկառավարելի ռիսկեր առաջացնել, մենք պետք է հասկանանք, որ կարմիր գիծն ենք առաջինը հատում, առաջին հերթին ազգային եւ պետական շահերի տրամաբանությունից ելնելով։ Իսկ կարծում եք կա վստահության խնդիր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, որովհետեւ վերջին տարիներին բավական խնդիրներ է լինում ու չկա ընդհանուր ուղղություն դեպի որտեղ ենք շարժվում։ Այդ վստահությունը վերականգնելու համար ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Տեսեք, ամենամեծ կապող օղակը Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ես չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց փաստ է, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։ Դա կապված է նրա հետ, որ Սփյուռքի մի մեծ մաս ցեղասպանությունը վերապրած կամ այդ ցեղասպանությունը տեսած սերունդներից են, եւ իրենց համար սա զգայուն թեմա է, բարոյական հարց է։ Եվ իրենք երբեմն Հայաստանի վարած քաղաքականության հետ ունեն այսպես ասած հակակշիռներ կամ կնճռոտ հարցեր կան Հայաստանի եւ Սփյուռքի միջև, որը առաջին հերթին պայմանավորված է հետեւյալի հետ։ Գիտեք, որ Հայաստանի ղեկավար կազմը օրինակ արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթ հարցերից հանվել է։ Բնականաբար սրան Սփյուռքը պետքա բացական այսպես ասած արձագանքեր, որովհետև իրենց համար սա բարոյական հարց է, բայց ինքը նաև ունի իրավական հարցեր, նորմատիվ իրավական ակտերով եթե նայենք, Սփյուռքի տեսանկյունից ցեղասպանության ճանաչումը միայն ճանաչման մասին չէ, այն նաև ունի նաև հատուցում, բայց ելի եմ ասում Հայաստանի ղեկավար կազմը փորձում է Սփյուռքի հետ հարաբերություններում հետևյալ կերպ առաջնորդվել, նրանց ասում է, որ այո, այս հարցը մեզ համար կարևոր է, զգայուն թեմա է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես բխում է արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան այն պետությունն է, որը նաև պաշտոնական մակարդակներով հայտարարությունների տեսքով ապացուցում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ միայն Ադրբեջանի մասով, այլ առհասարակ իր իսկ արտաքին քաղաքականության տեսանկյունից չի տանում դեպի այն ուղղությամբ, որի մասին մենք ենք խոսում։ Օրինակ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ոչնչացումը, եթե
պաշտոնական մակարդակում դրա մասին ուղիղ չի խոսվում, բայց մենք տեսնում ենք գործողություններ, որոնք տանում են դեպի հենց այդ համոզմանը։ Օրինակ Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը Արցախյան պատերազմում։ Ինչի մասին էր խոսում։ Դա միայն Արցախի մասը չէր, դա նաև Հայաստանի թուլացումներ, եւ հիմա Թուրքիան կարծում եմ հարաբերությունների կարգավորման հարցը փորձելու օգտագործել փափուկ ուժով Հայաստանը գրավելու համար։ Նույնը մենք տեսնում ենք օրինակ Վրաստանի պարագայում, եթե գիտեք, Աջարիայում թուրքական կապիտալ եւ առհասարակ Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, եւ եթե միջազգային հանրությունը զսպում է Թուրքիայի ձեռքերը Հայաստանը պատերազմի միջոցով կամ ռազմական գործողություններ տարբերակով գրավելու հետ կապված, ապա փափուկ ուժի միջոցով այդ ամենը կարելի է դարձնել հնարավոր։ Բայց ելի եմ ասում, սա ավելի շատ ոչ թե Թուրքիայի խնդիրն է, այլ մեր խնդիրն է, որովհետեւ մենք հասկանանք, եթե ես կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե մենք չենք կարող բարեկամության մասին խոսել, որովհետեւ դա եւ բարոյական հարց է եւ այլ հարցեր են, բայց ես կողմ եմ, որ կարգավորումը լինի այնպիսի հանգամանքներում, որտեղ մենք տնտեսական առումով, օրենսդրական դաշտում պատրաստ կլինենք։ Օրինակ, ինչ է լինելու, երբ որ թուրքական միլիարդավոր դոլարների ներդրումները տեղական արտադրանքը տանեն դեպի ոչնչացման, որտեղ պատկերացրեք շուկայի տրամաբանության մեջ հայկական արտադրանքի ապրանքը օրինակ X գումար է, թուրքական արտադրանքը 10 անգամ ավելի ցածր գնով։ Հետևաբար սա նշանակում է, որ տեղական բիզնեսը, տեղական շուկան գնալով զիջելու է եւ թուրքական կապիտալը, թուրքական տնտեսությունը Հայաստանում դառնալու ավելի ազդեցիկ։ Եթե մենք օրենսդրորեն սա կարողանանք կարգավորել, որը Վրաստանը փորձեց հետագայում ավելի այսպես ասած բալանսավորման դաշտ բերել, եթե մենք կարողանանք դա ապահովել, շատ ավելի լավ։ Եթե մենք կարողանանք այդ բալանսավորումը ոչ միայն տնտեսապես, այլ նաև քաղաքական առումով ավելի կառուցողական դաշտ տանել, հետո նոր մտածել հարաբերությունների կարգավորման մասով, շատ ավելի լավ։ Բայց Թուրքիայի համար, եթե օրինակ վերջերս Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեջ բերեմ, ինքը ինչ էր ասում էր հարաբերությունների կարգավորումը իրատեսական է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Բայց խաղաղության պայմանագրի կետերում նշվում է Հայաստանի սահմանադրության հետ կապված հարցեր, Զանգեզուրի միջանցքի այսպես ասած բացման հետ կապված հարցեր, իսկ արդյոք Հայաստանի եւ նաեւ ոչ միայն նաեւ այլ հարցեր, որոնք որ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ առհասարակ ազգային շահերի տեսանկյունից կարեւոր են։ Հիմա ինչ մենք պետք է ասենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք պատրաստ ենք զիջել նաեւ այս ներքին եւ արտաքին քաղաքականության համար կարեւոր հարցերը։ Սա ընտրության հնարավորություն է, ելի եմ ասում, հարաբերությունների կարգավորմանը կողմ եմ, բայց մենք եւ օրենսդրորեն, եւ տնտեսապես, եւ քաղաքական առումով պետք է պատրաստ լինենք։ Փակ սահմանների քաղաքականությունը Հայաստանին տանում է դեպի տնտեսական մեկուսացում, բայց այնպես էլ չի, որ փակ սահմաններով օրինակ Հայաստանի համախառն ներքին արտադրանքը տարածաշրջանի մյուս պետություններից շատ է հետ ընկնում։ Օրինակ Ադրբեջանի մասով այնպես չի Ադրբեջանին որոշակի առումներով մենք զիջել ենք, որովհետև մենք ունեցել ենք փակ սահմաններ։ Ոչ, մենք ունեցել ենք ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականություն, մենք ունեցել ենք նաև մի իրավիճակ, որտեղ օրինակ Ադրբեջանը նավթից ստացվող եկամուտները վերածում էր տնտեսական առաջընթացի, մենք մեր ռեսուրսները ավելի արդյունավետ չէինք օգտագործում։ Նույն Հայաստանի օրինակ հանքարդյունաբերության մեջ Հայաստանի տնտեսության բավականին լուրջ ճյուղ է հանքարդյունաբերությունը, բայց այդ ճյուղի եկամուտները չեն նպաստել Հայաստանի օրինակ եւ Արցախի զարգացմանը։ Ինչ որ ուրիշ կազմակերպություններ, ուրիշ երկրներ վերցրել են եւ սկսել են շահագործել, որը վնաս եղել եւ մեր բնությանը եւ մնացած առումներով։ Այսինքն այն որ ասում են մենք փակ սահմաններով պետություն ենք, դրա համար ենք զիջել օրինակ Վրաստանին կամ Ադրբեջանին, ես այդքան էլ համաձայն չեմ, մենք զիջել ենք, որովհետեւ մեր տնտեսական քաղաքականությունը ավելի արդյունավետ չի եղել։ Իհարկե բաց սահմաններով մենք ավելի շատ տնտեսական աճ կունենայինք, բայց այնպես էլ չի, որ փակ սահմաններով Հայաստանը գնալու է դեպի կործանում։ Այլ հարց է, որ ամբողջ աշխարհում կարծես թե գնում այն տրամաբանությունը, որ տարածաշրջանը տնտեսական եւ ապաշրջափակումների առումով որպես երթուղի տնտեսական որոշակի գործարքների համար կարևոր է եւ Հայաստանին ասում են, որ Թուրքիայի հետ լեզու գտեք։ Այսինքն սա էլ մի հատ ուրիշ հարց է, որը քաղաքական հարցության մեջ է, բայց տնտեսական շահից ելնելով եւ Միացյալ Նահանգների մասով, եւ եվրոպական երկրների, եւ նաեւ Ռուսաստանի մասով, իրենք Հայաստանին ասում են, որ տարածաշրջանը ապաշրջափակման կարիք ունի, երթուղիներ ապաշրջափակման կարիք ունեն տնտեսական շահերից ելնելով եւ դուք պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատեք։ Սա ելի եմ ասում խորը վերլուծության կարիք ունի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Ինքը նույնպես խորը վերլուծության կարիք ունի եւ մենք այս վերլուծությունների հիման վրա պետք է հասկանանք որտեղ են Հայաստանի տնտեսական շահերը հատվում օրինակ ուրիշ շահերի հետ։
հատվելուց ինչ ռիսկեր են առաջանում, թուրքական կապիտալը Հայաստան գալուց ինչ ռիսկեր է իր հետ բերում, մենք ոնց ենք կառավարում այդ ռիսկերը։ Օրինակ, անկեղծ ասած, ես ոչ միտեղ չեմ կարդացել հայ-թուրքական այդ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ առհասարակ խաղաղության խաչմերուկի հետ կապված Հայաստանի տնտեսական առումով, քաղաքական առումով, անվտանգության առումով հարցերը ոնց է կարգավորվելու։ Օրինակ, եթե սահմանները բացվում են, կարելի ասել 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում դառնում է, կարելի ասել, անիմաստ։ Արդյոք մենք պատրաստ ենք օրինակ Հայաստանից հանել ռուսական զորքերը եւ տեղը չունենալ մեկ այլ երաշխավոր։ Արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի միջև կձևավորվի այդ վստահության մակարդակը, արդյոք Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման եւ հետագամ ամրապնդման ուղղությամբ չի առաջնորդվի հետագամ Հայաստանի ազգային շահը ոտնահարելու կամ սպառնալիք ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք շատ խորքային եւ նաեւ ռազմավարական վերլուծությունների կարիք ունեն, որոնք դեռևս ես չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ պաշտոնական մակարդակներով հարաբերությունների հաստատման կամ հարաբերությունների կարգավորման խոսույթներ։ Ելի եմ ասում, իհարկե բաց տնտեսությունը, բաց քաղաքականությունը, բաց սահմաններով քաղաքականությունը հարևանների հետ եւ տարածաշրջանային դերակատարների հետ ինքը տնտեսական առումով կարեւոր է, բայց Թուրքիայի հետ հարաբերությունները միայն տնտեսական ոլորտում դիտարկելը առնվազն միամտություն է, որովհետեւ ել եմ ասում, Թուրքիան Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից 2020 թվականին, 2023 թվականին հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական առումով խնդիր, այլ նաև անվտանգային առումով խնդիր։ Եվ այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք այն մարդկանցից, ովքեր որ ի պաշտոն է պատասխանատու են հարաբերությունների ձևավորման, կարգավորման ուղղությամբ բանակցելու հետ կապված, այդ քաղաքականության ուղղությունը որոշելու հետ կապված, եւ այս մարդիկ պետք է պատասխանեն ոնց են իրենք անվտանգության բալանսի հետ կապված հարցերը կարգավորում, տնտեսական առումով ոնց ենք մենք օրինակ կարգավորելու թուրքական կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան, ինչա լինելու Հայաստանի տնտեսության հետ, ոնց է այդ ռիսկերը կառավարվելու։ Այսինքն սրանք խորքային ռազմավարական, ելի եմ ասում, նշանակության հետազոտություններ են, որը ես չեմ տեսնում, բայց առանց դրա ես տեսնում եմ օրինակ հայտարարություններ, մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Նույնը նաև Եվրոպական միության մասով մենք հիմա գնում ենք դեպի Եվրոպական միության ուղղությամբ հարաբերությունների կարգավորումը, զարգացումը։ Իհարկե, ես մի մարդ եմ, ով կողմ է Հայաստանի Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, բայց այն հարցին թե ինչպես ենք մենք դա անում, լինելով լինելով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, չունենալով սահման Եվրոպական միության հետ, ոնց ենք մենք դա անում։ Պատկերացրեք մի իրավիճակ, մենք օրինակ դուրս ենք եկել ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ Եվրոպական միության անդամ ենք դարձել։ Ոնց է մատակարարվելու օրինակ էներգետիկ անվտանգության հետ կապված ոնց է մատակարարվելու էներգետիկ ռեսուրսները դեպի Հայաստան, ով է մատակարարելու։ Սա մի հարց է, որի մեջ օրինակ որը նաև Եվրոպական միության տրամաբանության մեջ պետք է հասկանանք։ Եվրոպական միությունը ինքը ունի էներգետիկ խնդիրներ։ Ով է մեզ մատակարարելու օրինակ գազ մեր անվտանգության ապահովման համար։ Սա մի հարց։ Ինչպես է մատակարարվելու։ Ով է իր վրա վերցնելու այն պատասխանատվությունը, որը տարածաշրջանում իր վրա վերցրել են այն պետությունները, որոնք որ որոշակի չափով բալանսավորում են։ Հաջորդ հարցը անվտանգության հետ կապված, արդյոք Եվրոպական միությունը պատրաստվում է անվտանգության հետ կապված հարցերը վերցնել իր վրա։ Կամ իրավական գործընթացներ էլ կան, որոնք որ բավականին երկար տարիներ են պահանջում։ Էլի եմ ասում, երբ որ մարդիկ հայտարարում են, եւ պետք է դա նաեւ հիմնավորեն ճանապարհային քարտեզով։ Ոնց է դա տեղի ունենում։ Էլի եմ կրկնում, ես այն մարդկանցից եմ, ով բավականաչափ երկար ժամանակ խոսում էր Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման կարևորության մասին, նույնը նաև Հայաստան-ՆԱՏՕ ուղղությամբ, բայց այդ ճանապարհային քարտեզը հատկապես ներկայիս իրավիճակում աշխարհակահաղական գործընթացների ֆոնին ես այս պահին այդքան էլ դրականորեն տրամադրված չեմ, որովհետև չեմ տեսնում։ Նույնը Վրաստանի մասով, Վրաստանը, որ Սև ծովի մյուս հատվածում ունի Եվրոպական միության անդամ երկրների հետ ծովային սահման, Բուլղարիայի, Ռումինիայի հետ, անգամ Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ, ՀԱՊԿ անդամ չէ, չի կարողանում այդ ուղղությամբ շատ լուրջ առաջընթաց ունենալ։ 2013 թվականից ունի ասոցիացիան համաձայնագիր, նաև տեխնացուի կարգավիճակ ստացավ, բայց մենք խոսում ենք մի Վրաստանի մասին, ով 2003 թվականից արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ դառնալու քաղաքականությունը, բայց մինչեւ հիմա ոչ ԵՄ անդամ է, ոչ ՆԱՏՕ-ի անդամ է։ Իհարկե, այստեղ կա նաև 2008 թվականի դեպքերի մասով խնդիր, հնգորիա պատերազմի մասին է խոսքը, բայց ելի եմ ասում, Վրաստանը մեզ համար լավ օրինակ է հասկանալու համար արևմտյան ինտեգրացիան եւ այդ կառույցների անդամակցության ճանապարհին ինչպիսի խնդիրներ կան։
Ոնց է Վրաստանը լուծել այդ խնդիրները եւ այդ խնդիրներին բախվելու ենք նաեւ մենք տնտեսական օրինակ պատժամիջոցներ, տնտեսական ճնշում, քաղաքական ճնշում, նույն հայ համայնքի հետ կապված։ Հայ համայնքը մեզ համար հրաշալի հնարավորություն է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, բայց միևնույն ժամանակ հայ համայնքը եւ Ռուսաստանում աշխատող հայերի հանգամանքը դա նաեւ գործիք է ցավոք սրտի Հայաստանին ճնշելու համար, որը մենք բազմաթիվ օրինակներով կարող ենք ցույց տալ։ Ամփոփելով, որ ինչպես նշեցիք, Հայաստանը բալանսավորման քաղաքականություն է վարում, որքանով է տրամաբանության մեջ լինում բալանսավորված քաղաքականություն վարել եւ ունենալ հստակ ուղղություն, օրինակ դեպի Եվրամիություն կամ հստակ դեպի ՀԱԲ կամ BRICS, այսինքն բալանսավորման մեջ չի տեղավորվում այն գաղափարը, որ որևէ կողմ հստակ չի լինում, այլ փորձվում է բալանսավորել այդ բոլորի հետ միասին։ Որքանով որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս, մենք պետք է գնանք պրագմատիկ համագործակցության ուղղությամբ, բալանսավորելու ուղղությամբ, որովհետև ելի եմ ասում, 2020 թվականի դեպքերը ցույց տվեցին, որ այն անվտանգության ճարտարապետությունը, որի ուղղությամբ մենք 30 տարի աշխատել ենք, 2020 թվականի դրությամբ չկարողացավ ապահովել մեր համար ռազմավարական եւ անվտանգային նշանակություն ունեցող հարցերի կարգավորումը։ Արցախի հետ կապված մեր անվտանգության ճարտարապետությունը փլուզվեց, որովհետեւ օրինակ տեսեք, մենք ՀԱԲԿ անդամ ենք, մենք նաեւ Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններով պարտավորություններ եւ փոխադարձ, այսպես ասած, անվտանգային հարցեր, այսինքն Ռուսաստանը 97 թվականի պայմանագրի հիման վրա Հայաստանի անվտանգության երաշխավորն էր։ Բայց եթե հարցը կապենք, որ Հայաստանի անվտանգության մասով խնդրալույց էր Արցախի հակամարտությունը, այսինքն մեր հիմնական սպառնալիքը գալիս էր Ադրբեջանից Արցախի մասով, ՀԱԲԿ-ը եւ Ռուսաստանը Արցախում անելիք չունեին։ Եվ սա լավ գիտակցելով մենք պետք է առաջնորդվենք հետեւյալով, որ եթե մենք գնում ենք օրինակ ավելի մեծ ոչ թիզականության քաղաքականությամբ եւ ասում ենք ոչ մի թիզ չենք տալիս, ոչ մի թիզ չենք տալիսը բանաձև է, այսպես է, եթե դու ոչ մի թիզ չես տալիս, դա նշանակում է դիմացի կողմը պատրաստվում է պատերազմի։ Եվ այստեղ մի հատ ռետորական հարց, արդյոք մենք Արցախում եւ նաեւ Հայաստանի անվտանգության հետ կապված անվտանգության առումով պատրաստվել ենք այնքան, որը կզսպեր Ադրբեջանին։ Արդյոք արտաքին քաղաքականության մեջ բալանսավորման քաղաքականությունը գնացել այն ուղղությամբ, որ Թուրքիան պատերազմի մեջ ուղիղ չէր ներգրավվելու։ Մենք 20 թվականին տեսանք, որ անվտանգության հետ կապված Արցախում խնդիր ունեինք, այսինքն առաջնագծերի կառավարումից սկսած վերջացրած ենթակառուցվածքներով եւ այլ առումներով մենք պատրաստ չենք պատերազմին, սա մեկ։ Արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը երբ որ հարձակվեց եւ իրականացրեց հայերի էթնիկ զտում եւ ցեղասպանությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ երբ որ Ադրբեջանը դա անում էր, արտաքին քաղաքականության մեջ բարձր էր, որ ինքը այն հիմնական դերակատարներին, որոնք զսպող են եղել, իրանց համար առնվազն իր քաղաքականությամբ այնպիսի միջավայր է ստեղծել, որ իրանք չէին զսպելու եւ չէին բռնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքերը։ Ինքը շատ լավ պահ ընտրեց, երբ որ համաճարակի պայմաններում աշխարհակահական գործընթացները բավականին իր համար նպաստավոր էր եւ մենք այսքանը հասկանալով այս տրամաբանությունից ելնելով փոխարենը փորձենք արտաքին քաղաքականության մեջ այնպես անենք, որ միջազգային ճնշում Ադրբեջանի նկատմամբ ուժեղանար կամ գոնե Հայաստանի ներքին քաղաքականության մեջ անվտանգային առումով այնպիսի միջավայր լիներ, որը կզսպեր Ադրբեջանի հարձակման այդ հավակնությունները, այդ երկուսը տեղի չունեցավ անգամ Իրանի մասով։ Կհիշեք, որ Իրանը նույնպես հայտարարություններ անում, ասում էր Խուդաֆերինի ջրամբարը երբ որ գրավեն, Իրանը պատասխան կտա, այդ ջրամբարն էլ գրավեց, ամբողջ Արցախն է գրավեց, բա ուր էր այդ պատասխանը։ Ու մենք սիրում ենք ուղղակի նման բաները ասել, որ այսինչ երկրի նախագահ այսպիսի բան ասեց, այնինչ երկրի նախագահ ցեղասպանություն բառն ասեց, իսկ դա ինչ տվեց մեզ։ Իհարկե կարևոր է մեր արտաքին քաղաքականության տեսանկյունից դա շատ կարևոր է, բայց պետք է նաև հողի վրա հասկանանք դա ինչ է տալիս մեզ։ Այն հայտարարությունները, որոնք որ տարբեր երկրների կողմից այդ օրերին հնչում էին, արդյոք դրանք հողի վրա փոփոխություն բերող էին թե չէ։ Նույն 23 թվականի Արցախի էթնիկ զտումներից հետո հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում ինչի մասին էր։ Այդ զեկույցում գրվել էր, որ քաղաքացիական բնակավայրեր չեն ավերվել, հազար մի բաներ տեղի չեն ունեցել, եւ ինչ եղավ ամենամեծ ՄԱԿ-ի միջոցառումներից մեկը COP29-ը տեղի ունեցավ Ադրբեջանում։ Եվրոպական միությունը, որը անընդհատ խոսում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին, իրենց հետ համագործակցության կարևորության մասին, Ադրբեջանի հետ կնքեց էներգետիկ համագործակցության գործարք։ Բայց նույն Ադրբեջանը չէր, որ ցեղասպանություն էր արել, օրինակ Արցախում։ Բայց նույն Թուրքիան չի, որը որ
ոչ միայն Սիրիայում, ոչ միայն Կիպրոսում, այլ նաև Հայաստանում ցեղասպանություն արեց, բայց ինչ եք համագործակցում իր հետ։ Այսինքն, ելի եմ ասում, ես չեմ մեղադրում որևէ պետության, որ ինքը համագործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Իրանի հետ կապված, Ռուսաստանի մասով, Ամերիկայի։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ արտաքին քաղաքականության մեջ մենք չպետք է առաջնորդվենք էմոցիոնալ տրամաբանությամբ։ Ամեն ինչ ռացիոնալ է։ Ռացիոնալ է այն, որ Եվրոպական միությունը ուներ էներգետիկ անվտանգության խնդիր եւ այդ խնդիրների լուծումը տեսավ Ադրբեջանի միջոցով եւ այո, պետք է ինքը կնքեր Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության պայմանագիր։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի ռազմավարական շահեր։ Եթե այդ շահերը երբեմն հակասում են Հայաստանի շահերին, մենք պետք է հասկանայինք դա եւ Ռուսաստանի հետ միգուցե փորձենք ուրիշ տրամաբանությամբ քաղաքականություն վարել կամ տարիներ առաջ աշխատեինք բալանսավորման այլընտրանքային տարբերակների ուղղությամբ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ մեզ համար պարզ էր, որ Ռուսաստանը այլևս չի կարողանում զսպել Ադրբեջանին ու Թուրքիային, մենք 21 թվականին միլիոնավոր դոլարների զենքի գործարքային պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որը հետագայում գիտեք, որ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը, այդ մատակարարումը չեղավ եւ օրինակ Հայաստանը երբ որ սկսում էր ուրիշ երկրների հետ զենքի հնդրտուքները կամ բալանսավորումը, շատ մարդիկ, ովքեր որ Ռուսաստանի հետ էին տեսնում հարաբերությունները, քննադատում են Հայաստանի իշխանություններին եւ մարդկանց, որ այդ տրամաբանությամբ են գնում, բայց կներեք Ռուսաստանը զսպող լիներ 23 թվականին խայտարակ չէր լինի Արցախում։ Իսկ խայտարակ լինելը ես ավելի բաց եմ ինչ նկատի ունեմ, Ռուսաստանի զինվորը ռուսական դրոշով հանդերձ սպանվել է Արցախում։ Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը այսօր այնպիսի իրավիճակում է, որ կարող է անարգել Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, որը դրված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ Եվ ավելին ասեմ, փաստաթղթի ստորագրումից ընդամենը մի ամիս անց հին թաղերում եւ Խծաբերդում, երբ որ Թշնամին առաջխաղացում ունեցավ եւ գերեվարեց մեր տղաներին, առաջին բանը տեղի ունեցավ ակնարկը մեսիջը, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված համաձայնագրի այդ կետի հետ կապված ինքը թքած ուներ, կոպիտ ասած։ Այսինքն սա մեզ համար մեսիջ էր, որ մենք գործ ունենք այնպիսի աշխարհակաղակական իրականության հետ, որտեղ Ռուսաստանը այլևս չի կարողանում զսպել Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ Հայաստանի արտաքին քաղաքականության համար մեկ օրակարգն է միջազգային այնպիսի դերակատարների հետ հարաբերությունների զարգացումը, որը կկանխի այսօրվա Ադրբեջանին, այսօրվա Թուրքիային, Հայաստանի ռազմավարական շահերը հնարավորինս կպահի, Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ միջազգային ճանաչված սահմանների հետ կապված օրինակ հստակ դիրքորոշում կունենա, միջազգային նորմերով կառաջնորդվի, նույն 22 թվականի սեպտեմբերի իրադարձությունը։ Իհարկե մի քիչ ավելի ընդլայնված եմ ներկայացնում, բայց սրանք մեսիջներ են, որ մենք պետք է հասկանանք։ 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանի մի մասը օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Հայաստանը դիմեց Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, իհարկե արձագանքը բոլորս գիտենք, բայց շատ կարևոր մի բան, ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկեց մի բան, ՀԱՊԿ-ը, որը ռազմաքաղաքական դաշինք է, Հայաստանին առաջարկեց մի բան, որը առաջարկեց Եվրոպական միությունը, որի անդամ չենք, որը ինտեգրացիոն տնտեսական կառույց է, այսինքն առաջարկեց դիտորդներ ուղարկել։ Սա մեզ համար պետք է մեսիջ լիներ, որ մեր անվտանգային ապահովման հարցերում ՀԱՊԿ-ի ուղղությամբ մեր ակնկալիքները սխալ էին, Ռուսաստանի հետ կապված այլևս առաջվա նման չէ, եւ սա մեզ ստիպելու էր գնալ դեպի այն ուղղությունները, որտեղ որ Հայաստանը իր անվտանգության խախտված բալանսի հետ կապված կփորձեր վերականգնել այդ բալանսը եւ պահպանել եւ Հայաստանի անվտանգության այդ ազգային շահերը եւ նաեւ առաջնորդվել այնպիսի շահերով, որը այդ անվտանգությունը հնարավորինս կամրապնդեր։ Վաշինգտոնում ստորագրված պայմանագրի հետ կապված էլ երկու բան, շատերը ասում են դե ստորագրվեց, իհարկե սա չի նշանակում, որ վերջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները հիմա գնում են դեպի խաղաղության ուղղությամբ, որտեղ եթե տեսնենք Ադրբեջանը ինչի մասին է խոսում եւ ինչ ռետորաբանությամբ է քայլեր անում, կտեսնենք, որ այնտեղ խաղաղության չեն պատրաստվում, այլ պատերազմի են պատրաստվում, Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակում են աճել, զենքի մատակարարումները դեպի Ադրբեջան շարունակում է ծավալները մեծանալ, հայկական կողմում հակառակն է։ Բյուջեն նվազել է, Հայաստանի օրակարգում ավելի շատ խոսում է խաղաղության մասին, բայց տեսեք, օրինակ ես ուրախ եմ, որ փաստաթուղթը, իհարկե դա այն հրաշալի փաստաթուղթը չէր, որի մասին մենք երազում էինք, բայց լավ էր, որ փաստաթուղթը ստորագրվեց Վաշինգտոնում, որտեղ կարող էր ստորագրվել այնպիսի մի հատ երրորդ երկրում, որը որ ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ փաստաթղթի կետերի պահպանման ուղղությամբ։ Բայց արդյոք այս փաստաթուղթը անվտանգության երաշխիք է, իհարկե ոչ, փաստաթուղթը սովորական մի թուղթ է, երբ որ չկան դրան ուղղված քայլեր։
Այսինքն փաստաթուղթը հիմք է, որովհետեւ դու կարողանաս քո անվտանգության, քաղաքականություն այնքան ամրապնդել քայլ առ քայլ ռազմավարական մոտեցումներով, որը փաստաթուղթը իրավական բոլոր առումներով ուժ կունենա։ Բայց եթե դու տնտեսական առումով, անվտանգային առումով, արտաքին քաղաքական առումով այնպեսի քաղաքականություն ես վարում, որ հաջորդ զիջումն է գնալու, նշանակում է, որ որևէ փաստաթուղթ քեզ չի կարող պաշտպանել, անկախ նրանից այդտեղ դրված է Վաշինգտոնի Միացյալ Նահանգների ղեկավարի, թե Ռուսաստանի կամ Չինաստանի ղեկավարի, այսպես ասած, ստորագրությունը։ Ելի եմ ասում, Հայաստանը բոլոր խնդիրների լուծման հետ կապված առաջին հերթին պետք է առաջնորդվի նրանով, որ մեր իսկ անվտանգության, քաղաքականության հիմնական դերակատարը մենք ենք, հիմնական անվտանգության երաշխավորը մենք ենք եւ մեր երաշխավորությունը ամրապնդելու համար պետք է միջազգային ճնշում գեներացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որովհետեւ երկու փաստ է միշտ Ադրբեջանի զերծ պահել Հայաստանի անվտանգության տրամաբանության մեջ։ Հայաստանի ուժեղ բանակը միջազգային ճնշումը 2020 թվականը ապացուցեց, որ Հայաստանը չուներ ուժեղ բանակ, Արցախը չուներ ուժեղ բանակ, այնքան որքան որ մենք ակնկալում ենք կամ գրվում էր, միջազգային ճնշում չկար Ադրբեջանի նկատմամբ, հետեւաբար դա ազատեց Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հաջորդ անգամ հարձակում չլինի, պետք է ունենալ ուժեղ բանակ եւ ունենալ գեներացնել միջազգային ճնշում, զսպող ճնշում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Շատ շնորհակալություն, պարոն Ղազարյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։